Ռոբոտաշինության ոլորտում Կալիֆոռնիայի պատանեկան հեղինակավոր մրցույթներից մեկում առաջին անգամ մասնակցեց հայկական Tinker ակումբը եւ ունեցավ պատմական հաղթանակ։ Այսօր Nurture Lab-ի հյուրն է Tinker Club-ի հիմնադիր Մելինե Զոհրաբյանը։ Ողջույն Մելինե։ Բարև ձեզ։ Այսօր մենք զրուցելու ենք ոչ միայն STEM կրթության մասին, այլ նաև թե ինչպես է ռոբոտաշինությունը եւ տեխնիկական կրթությունը ազդում երեխաների մտածողության, ստեղծարար մտածողության, ինքնավստահության վրա։ Կպատմեք մի քիչ Tinker Club-ի ստեղծման մասին եւ ովքեր են աջակցում Tinker Club։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եմ եւ հնարավորություն է ստեղծվել, որ ձեզ հետ զրուցել։ Tinker Club-ը հենց այնպես որ նշեցիք կրթական կազմակերպություն է, որը փորձում է կրթել մեր երեխաներին ավելի պատրաստ լինել իրենց ապագայի համար, մանավանդ որ այս ապագան շատ սեփախնդիրներով լիքը եւ բավական բարդ աշխարհ է սպասվում իրենց։ Եվ մեր հիմնական ոչ թե նպատակը միայն այդ չի, որ իրանք տեխնիկական գիտելիքներ ունենան եւ կարողանան AI-ի let's say dominant աշխարհի մեջ կարողանան հաղթահարել։ Tinker Club-ը հիմնված է 4 սյուների վրա, որում մենք մտածում ենք բացի դա գիտելիքներ ունենալ, տեխնիկական ճկունություն, հմտություն ունենալ, նաեւ կարեւոր է որ կարողանան վերլուծել ճիշտ ձևի, կարողանան հաղորդակցվել գիտական ձևով եւ կարողանան ուրիշների հետ teamwork անել, այսինքն ուրիշների հետ համատեղ աշխատել։ Նաեւ այն ինչ որ սպասվում է այդ բարդ աշխարհը, like AI-ով շատ բաները կարող է automatic ստացվի, բայց անազնվորությունը, որ կարող է ճկունություն ունենալ եւ մոտորիկա ունենալ, կարողանալ պատրաստել այն ինչ որ իր մտահղացումն է, կարծում ենք դա այդ ազնվորության ավելի շատ առաջ կտանի եւ կկարողանա բարձրանալ նման իր համատարիքային խմբի մեջ։ Եվ շատ ուրախ եմ որ նշեցիք մեր հաղթանակի մասին, դա մենք շատ ուրախությունով, հպարտությունով ենք կրում եւ առաջի անգամներ մեր հայ երեխաները մասնակցեցին FLL competition-ին, որ այս ռոբոտաշինության մրցույթը տեղի է ունենում 30 տարի, դա international մակարդակի մրցույթ է եւ 675 մասնակցող թիմերի մեջ Կալիֆոռնիայի մեջ մեր երեխաները գրավեցին 22-րդ տեղը, որ նշանակում է Tinker Club-ի խումբը բարձր է առաջին 5%-ային թիմերի մեջ է գտնվում։ So մենք շատ հպարտ ենք, ուրախ ենք եւ կփորձենք պահել այդ դիրքը։ Իրոք, դա մի հաղթանակ է, որ պետք է հպարտանալ եւ չգիտեմ արդյոք մեր հանդիսատեսները, մեր համայնքը տեղյակ է արդյոք որ մենք ունենք Գլենդելի սրտում, հա ունենք մի ակումբ, որտեղ երեխաները կարող են գալ եւ ոչ միայն ստանալ տեխնիկական գիտելիքներ, ինչպես ասեցիք, այլ ընդհանրապես ինչ որ համապարփակ գիտելիքների շղթա, որը արդեն ապահովում է նրանց հետագա հաջողությունները։ Կուզեմ մի քիչ լսել, ինչպես մտահղացաք Tinker-ի գաղափարով եւ երբ դա ստեղծվեց, ինչը ձեզ ոգեշնչեց, որպեսզի ստեղծեք այդ ակումբը։ Ես մասնագիտությամբ like educator եմ, միշտ դասավանդել եմ 26 տարի ավել քոլեջում համալսարանում, բայց իսկական միտքը եւ իսկական այդ էներգիան ստացա այն ժամանակ, որ իմ երեխան ծնվեց։ Եվ ինձ համար դա հարց էր, որ ինչ ենք կարող անենք, երբ որ մի տարեկան երեխային ինչ ենք կարող տալ, որ կարողանա ապահովի ուրախ կյանք վարել ապագայում։ Դա ուրախությունը կարծում եմ դա միակ բանն է, որ բոլոր մարդիկ կապ չունի ինչ տարիքի են դրան են ցկտում եւ փորձում են որ ուրախ կյանք ապահովել իրենց համար։ Իմ մասնագիտության վերաբերյալ լինելով like psycholinguist եւ մանկավարժ, միշտ երեխաների հետ շփվել, դասավանդել եմ քոլեջում, համալսարանում, բայց այդ եւ որ քո երեխան է եւ արդեն այդ լրիվ պարտականությունը քո ուսերի վրա է զգում եւ այդ ժամանակը դա այդ պահն է, որ պետքա իրան ճիշտ ձև սնես, ոչ թե միայն գիտելիքով, այլ իր հոգեկան բալանսով, ինչպես ինքը կարողանա հաղթահարել խնդիրները, որտեղ իրանք երբ որ մեծանում են, պարզապես իրանք չեն շփվելու եւ երևի չեն էլ ասելու ինչ խնդիրի առաջ են կանգնած, բայց մենք
իբրև ծնող պետք է իրանց այն տանք, այն հիմքը, որ իրենք կարողանան վերլուծել, խնդիրը գտնել եւ այդ ուժը ունենալ, թեկուզ չի ստացվում, նորից վեր կենան, նորից փորձեն եւ նորից առաջ տանեն իրանց կյանքը։ Այսինքն ճկունություն եւ միտք եւ ստեղծարար, որ այլ ուղիներ գտնեն, չսահմանափակվեն մեկ փորձով եւ անընդհատ շարունակեն իրենց ճանապարհը։ Շատ հիանալի է։ Մելինե, երբ է ստեղծվել Thinker ակումբը եւ քանի տարեկանից են հաճախում ձեր մոտ։ Դա ստեղծվել է 2018 թվականից։ Ամենաերիտասարդ բալիկները կան 5 տարեկան մինչև 14 եւ իրենք բացի սովորել technology, բացի սովորել computer-ի լեզու, programming, ռոբոտաշինություն, նաև խմբով աշխատել են սովորում, մեզ մոտ շատ կարևոր է, որ միշտ դասարանները մենք փոքր խմբակով ենք պահում եւ երեխաները այնպեսի մտերմանում են եւ այնպեսի հոգեհարազատ մթնոլորտ է ստեղծվում, որ չեն էլ ուզում գնալ, ծնողը գալիս պետքա մի 10 րոպե դուրսը սպասի, մինչև մենք համոզենք, որ արդեն գնալու ժամն է եւ պետքա դասը դադարեցնենք, իրանք փորձում են այնպիսի, այսինքն փորձում են մեզ մոտ հաճախող երեխաները բնականաբար կան, որ առանց փորձեն, այսինքն շատ սկզբնակ են այս ասպարեզում STEM ոլորտում, կան, որ արդեն իրանք որոշ գիտելիքներ ունեն, բայց ուզում են ավելի խորանալ, մեզ մոտ դասարանները միշտ խմբակով է լինում, որովհետև մենք շատ կարևոր ենք իմանում երեխեքի հոգեկան առողջությունը շփումի մեջ։ Իրանք իրար հետ շփվելով, իրարից բան սովորելով եւ բացատրելով իրար նույն տարիքային կամ նույն մակարդակի գիտելիք ունեցող երեխաների մոտ իրանք այնպիսի լրացուցիչ, այնպիսի ուրախություն են զգում իրանց մեջ, որը քիչ է արից ստեղծվում Եվ դա շատ կարևոր ենք իմանում, այսինքն իմաստալից communication վարել, իմաստալից հաղորդում վարել, որ կարողանաս խնդիրը ճարես եւ այնպես ճիշտ ուղես այդ խնդիրը, որ դասատուն կամ քո դասընկերը կարողանա քեզի օգնել, որ լուծում գտնես այդ խնդիրի մասին եւ դա էլ փորձում ենք անել հիմա science-ի կապակցությամբ, project-ի կապակցությամբ կամ որևէ ռոբոտաշինության ոլորտում կամ ինչ որ իրանք զբաղված են այդ րոպեին մեր խնդիրը է դա որ հարցը պետքա ճիշտ ուղղել խելացի եւ գիտակից հարց ուղղել, որ դասատուն կարողանա քեզի ճիշտ պատասխանի եւ ճիշտ որ ասեմ, դա շատ կարեւոր է AI-ի աշխարհում, որովհետեւ այդ prompt-ները, եթե AI-ը կա, պետք է ճիշտ prompt գրես, որ կարողանաս ճիշտ արդյունք ստանաս դիմացը եւ դա նույնն է, որ ճիշտ հարց ուղես եւ դասատուն կարողանա քեզի ճիշտ ձև օգնություն տա Ամերիկայից հաճախ հասարակության մեջ կարծրատիպ կա, չէ, որ տեխնոլոգիան երեխաներին հետապահում հենց այդ շփումից, communication-ից, հաղորդակցման ունակություններից, բայց արի ուտես, եթե ճիշտ ձևակերպես եւ ճիշտ միջավայր ստեղծես, դա հակառակը օգնում է երեխային զարգացնելու եւ հաղորդակցման հմտությունները, եւ ստեղծարար միտքը, եւ մնացած ունակությունները Ինչ կասես այդ մասին եւ նաեւ աղջիկների, հա, ձեր մոտ աղջիկներ հաճախում են ձեր ակումբ, թե մենակ բացառապես տղաներ են գալիս։ Ոչ մենք ունենք աղջիկներ, իրանց շատ սիրում ենք եւ ասեմ թե այս ռոբոտաշինության թիմի, այս ամեն competition-ի այդ զգացումների մեջ հիմա այդ տղաները իրանք ասում են շատ ավելի լավ ստացվեց արդյունքը, որտեղ աղջիկներ ունեին եւ իրանք մեզի հունի մեջ պահում էին, իրանք մեզի track-ի վրա պահում էին եւ իրանք այդ structure կարողանում են դնել, որ եթե շեղվում են, գնում ենք մտքերով ուրիշ տեղ, հետ են բերում նույն խնդիրը, բայց ես մենք պիտի հիմա լուծենք եւ շատ ժամ չկա, շատ լավ էր ստեղծվում, այսինքն այդ համատեղ համագործակցությունը եւ համատեղ աշխատելը կողք կողքի տղաները եւ աղջիկները շատ լավ ստացվում էր եւ ահա տես արդյունքն է լավ է։ Տարբերությունները շատ են տղաների եւ աղջիկների։ Աղջիկները իրանք շատ ընդունում են խորհուրդներ, լսում են դասատուին եւ իրանք անգլերեն ասածով open mind տարբեր տեսակյունի ընդունում են այդ խոսքը տղաները իրանք իրանց հետ ես գիտեմ ինչ պիտի անեմ չէ մի հատ նոր միտք եկավ մի սպասի տես կսարքեմ իրանք creative են շատ եւ շատ ողջունելի է այդ տեսակետը իրանց մեջ բայց այդ creativity-ն այնպես է իրանց տանում եւ գնալով հերվանում են իսկական թեմայից
աղջիկները հետ են բերում, ասեն լավ էր, բայց հիմա այս հարցի կապակցությամբ ոնց ես լուծելու, այդ ամեն մտքերը ոնց կվերլուծես այս խնդիրի առաջ, որ մենք հիմա դրած ենք, so այդ ձև իրանք շատ ճիշտ են իրար հետ շփվում եւ լավ արդյունք էլ ստանում են։ Շատ լավ, իսկ երեխաները հաճախելով Thinker Club, այսինքն քանի տարի դա ինչ որ կուրս է, ինչ որ ժամանակահատված է, թե անսահմանափակ կարող են հաճախել։ Մենք տարիքային սահմանափակում ունենք 5-ից 14 տարեկան եւ չեմ կարող ասեմ, որ մեր ծրագիրը անսահմանափակ է, ոչ 14-ից հետո Իս թվում է, որ երեխաները արդեն պետք է գտնեն իրանց մեջ ինչն է հետաքրքիր եւ ինչ գծով են ուզում գնալ, բայց ասեմ Համագործակցում ենք high school տարիքի երեխաների հետ։ Իրանք կարող են եւ անում ենք իբրև օգնական են գալիս մեզ մոտ workshop-ներ են անում, իրանք դասատուի օգնականը խորհուրդ են տալիս ավելի փոքրերին եւ իրանց լավ են զգում համագործակցում ենք Youth Alliance ակումբի հետ Glendale-ի, որ նրանք այդ շնորհալի երեխաներին նրանք գտնում եւ մեզ մոտ են բերում եւ ահա ասեմ երևի մի 3 ամիս աշխատելով մեզ մոտ պատահում է մենք իրանց վարձում ենք իբրև դասատու եւ իրանք սկսում են մեր խումբի մեր խմբակի մի մասը լինել եւ դա լինում է իրանց համար աշխատանք դպրոցից դուրս so տարիքը մեր ծրագիրը վերջանում է 14-ում բայց մենք այս նման ձևով աշխատում ենք ավելի բարձր տարիքի երեխաների հետ Շատ լավ, փաստորեն Thinker Club-ը դա միայն ինչպես նշեցինք, մի ուղությամբ կրթություն չի, ինձ հետաքրքիր է նկատում եք արդյոք երեխան եկավ ձեր մոտ որոշակի հմտություններով, սովորեց որոշակի ժամանակահատված, մի տարի, 2 տարի, ինչպես է փոխվում նրա հմտությունները, ինչքան մտածողությունը, ինչքան խնդիրներին վերլուծելու հատկությունները, այսինքն ոնց է երեխայի մեջ փոփոխությունը եւ արդյոք ընտանիքում ծնողները զգում են այդ փոփոխությունները Շատ ուրախ եմ այդ հարցը տվեցիր եւ մեզ համար Thinker Club-ի բոլոր անդամների համար դա կարեւոր է որ մենք ինչպես են կարողանում լայնածավալ կրթություն տանք մեր աշակերտներին եւ իրենց ուղենք ավելի բարձրունքի ծնողներից մեկը հերեկ ասեց որ իմ երեխան տղա երեխա 12 տարեկան ինքը շատ չէր եթե ընտանիքի մեջ մի բան մենք քննարկում ենք կամ իր ուզածը չէր ինքը չէր արտահայտվում բայց հիմա ինքը շատ ասեց ինքան սիրունա իրա չսիրելը կամ չուզենալը այդ ծրագրի արտահայտում որ խնդիր չի սարքում ու մենք էլ զարմացել ենք որ ու այցև չենք նկատել եւ մենք իրան ավելի լավ են կարողանում հասկանալ եւ ավելի լավ են կարողանում ճանաչել հիմա որ ինքը բացվում խոսում եւ այդ ճիշտ ձև communicate անում դա ընտանիքին ավելի մոտկացնում է իրար քան մտածում ենք որ ինչու չեն կարողանում իր հետ ձև գտնել մի հատ ուրիշ ծնող էլ այսպես էր ասում որ մրցույթից հետո իմ երեխան ավելի շատ շփվող երեխա է, ասած social երեխա է, բայց ավելի ճիշտ է արտահայտում խնդիրը կամ իր ուզածը ճիշտ ձև է արտահայտում եւ դա մեզ համար շատ մեծ նշանակություն ունի։ Դա է առողջությունը, որ կարողանում ես ուրիշի հետ շփվել, առանց հետո խնդիր առաջացնել։ Like մարդը մարդու դիմաց, sense խորը մտերիմ շրջան ստեղծել, որ թե ծնողները, թե քույրդ, եղբայրդ կամ դասարանցիները ավելի քեզ կընդունեն, ավելի քո վրա, ասի քո տեսակետի վրա հաշիվ կբացեն, որ մի հատ տեսնենք ինքը ինչ կմտածի այս հարցի շուրջ։ Եվ կարծում եմ դա իրանց ոչ թե միայն պետք է դա իրանց ուրախություն կբերի, որտեղ այդ validity, credibility in the society, այսինքն որ ուրիշները քո շրջակայքը քեզից խորհուրդ հարցնեն, դա ինչ հաճելի բան է, չէ՞։ Մեծերի համար էլ այդպես է։ Այսինքն շատ հիանալի է, քանի որ մենք մեր Nurture Lab-ի շրջանակներում հաճախ ասում ենք, որ այո, ուրախությունը, երջանկությունը դա մի համապարփակ մոտեցում է, մենակ առողջությունը, մենակ կրթությունը, մենակ գիտելիքը չի, որ պետք է ամեն ինչի համադրումով ստանաս այն երջանկության զգացողությունը, եւ փաստորեն Thinker Club-ում դուք աշխատում եք այդ ձեր սյուները պրակտիկորեն աշխատում են եւ ծնողներն են փաստում այդ մասին եւ տեսնում եք երեխաների մեջ այդ փոփոխությունը, որը շատ ուրախալի է։ Շատ շնորհակալ։ Ունենք երեխա, որ արդեն 14-ը լրացել է եւ ինքը չի կարող մասնակցի այս տարվա մեր թիմի մեջ,
բայց ասեց, գնում եմ high school եւ community service պիտի անեմ, ես ոնց է որ գամ թիմի կողքին օգնեմ, ձեր research-ի, ձեր բանին, բայց իմ community service-ն այդպես լրացնեմ, որտեվ ես չեմ ուզում կապս կտրվի եւ ուզում ես երեխաներին նորից տեսնեմ, դա այնպիսի ուրախություն է թե իրա քոչի համար, թե մեզ համար, որ ստեղծենք այնպիսի միջավայր, որ ինքը ուզում է հետ գալ, թեկուզ իմանում է, որ չի կարող թիմի մեջ լինի։ Մելինա ջան, գիտեմ, որ դուք շատ կարևորում եք երեխաների եւ ընտանիքների համատեղ տարբեր միջոցառումներին մասնակցելը եւ Tinker Club-ը հենց անում է միջոցառումներ, որտեղ ընտանիքներով պետք է մասնակցեն մրցությունների եւ անեն տարբեր պրոջեկտներ, ճիշտ է։ Ինչի է կարևորում դա եւ ինչն է դրա առանձնահատկությունը։ Tinker Club-ի համար ընտանիքը չափազանց կարևոր դեր ունի։ Եվ մենք փորձում ենք տարին գոնե 2-3 միջոցառման մասնակցել, որը ընտանիքների անդամները իրար հետ հավաքվելով որևէ խնդիր լուծեն կամ մի բան ստեղծեն, որտեղ դա իրան շատ բավարարություն է տալիս եւ մտերմացնում է անդամներին։ Լինում է Glendale Tech-Week-ի ընթացքում, որ ընտանիքները մրցում են մնացած մասնակից ընտանիքների հետ որևէ science-ի project-ով կամ լինում է մանկական փառատոնի ընթացքում, որը մեր դրոնը ամենը միշտ ասում եմ, դրոնը որտեղ է, որ պիտի ձուն երևի փրկեն բարձրունքից ընկնելով, որ չկոտրվի, դա իրար հետ ոնց են մտահղացում գալիս, ոնց են իրար հետ աշխատում, ոնց են իրար լսելով կամ ջլսելով կամ մի հատ սպասիր ես անեմ կամ այս պահիր այս մասը ուզում եմ փոխեմ այնպիսի project անեն եւ ուրախանում են երբ որ արդյունք են գալիս եւ մի բան են ստեղծում Մայիսի 3-ին Գլենդելում տեղի ունենալու Արև առողջապահական փառատոնը, որին մասնակցում է նաև Tinker ակումբը, որպես ստեղծարար անկյուն, որը ունի հիմնասյուններ եւ դրանցից մեկը հոգեկան առողջությունն է, երեխաների դաստիարակությունը եւ համընդհանուր համապարփակ ուրախությունը եւ դուք ունեք ձեր անկյունը կպատմեք ինչ է տեղի ունենալու եւ ինչ սպասեն մասնակիցները Մենք որ Գլենդելի մեջ այս միջոցառման նման հնարավորություններ է տրվում, որովհետև ինչպես որ խոսեցինք, հոգեկան առողջությունը չափազանց կարևոր է եւ նման առիթներ թե ընտանիքներին է իրար շուրջ հավաքում, նաեւ գիտելիքներ է տալիս մենք իբրև ծնող, իբրև դասատու, մենք ինչպես պետք է վերաբերվենք եւ ինչ է սպասվում մեզանից, որ կարողանանք ճիշտ գծի վրա դնենք մեր երեխաներին։ Մեր աշակերտներից այնտեղ են լինելու եւ կփորձեն բերեն իրենց սարքած ռոբոտները եւ կփորձեն նոր դիմող երեխաներին սովորեցնել, որ ինչպես պետք է ծրագրել, որ ռոբոտը շարժվի, այն ինչ որ պետք է անի, կոմպյուտերներ են լինելու եւ կփորձենք հենց աշակերտները ուրիշ երեխաների հետ շփվել որտեվ հենց դա ենք ուզում ենք երեխաներն ինչքան շատ շփվել իրար հետ եւ ինչքան շատ ավելի ճիշտ ակտիվիտիով զբաղվել իրանց ժամը ավելի ճիշտ ձևով լցնել դա հոգեկան բավարարություն են ստանալու ավելի ուրախ երեխաներ են լինելու եւ ավելի ուրախ մարդ հետագայում Շնորհակալություն Մելինա հետաքրքիր զրույցի համար եւ կրկին բոլորին սիրով հրավիրում ենք մայիսի 3-ին Glendale Pacific Community Center մասնակցելու Արև առողջապահական փառատոնին մանուկների եւ ծնողների համար, որտեղ հնարավորություն կունենաք մոտենալ Tinker ակումբի տաղավարին, ինչպես նաեւ տեղեկանալ հոգեկան առողջության մասին։ Սիրով կսպասենք։ Ձեր երեխան ունի խոսքի կամ սոցիալական շփման, ինքնավստահ լինելու եւ նոր միջավայրին հարմարվելու խնդիրներ, հիմնական ժամանակն անցկացնում է հեռախոսի կամ հեռուստացույցի առջև, կամակոր է եւ չի ենթարկվում ձեզ։ Մայիսի 3-ին Գլենդալում Արև մանուկների ու ընտանիքների առողջապահական փառատոնի ժամանակ կստանաք ձեր հարցերի պատասխանները ճանաչված հոգեբանների եւ ոլորտի մասնագետների կողմից անվճար։ Միաժամանակ երեխաները առիթ կունենան մասնակցելու տարբեր ստեղծագործ խմբակների, այդ թվում արվեստի, գիտության, մարզական, խոհարարական։ Փառատոնի ընթացքում նաև կլինի համերգային ծրագիր, համայնքի սիրված երգի ու պարի խմբերի մասնակցությամբ։ Նախապես գրանցվեք մեր կայքում եւ հնարավորություն կունենաք նաև շահելու նվերներ։ Սպասում ենք ձեզ մայիսի 3-ին ժամը 10-ից 5-ը Արև մանուկների ու ընտանիքների առողջապահական փառատոնին Glendale Pacific Community Center-ում։ Մուտքը անվճար։ Կազմակերպիչ Ուրարտու ընկերություն, հովանավորությամբ Լոս Անջելեսի մարզի հոգեկան առողջության վարչություն։